անլուծելի իրավիճակներ եղել են, որ վсё ասել եք վերջ, հա, գորելա կամ Արորտը գորելա։ հա, բազմաթիվ դեպքեր կանան լինեն, էլի, եղելա, որ իրականում այն որ վերջ հրաժարվում ենք բերից, հաճախորդի արդեն էլ չեն կարող օգնել, ինչ որ մի բան ա եղել, գորելա եւ այլն։ չունենք հրաժարվել։ Հա, ոնց է այդ լինում, ոնց է էլի կարգավորում։ Որ լինի, մենք պետք է զբաղվենք միջև օրինակի համար, եթե Աստված որ չունի։ Բերակորել է կամ սխալ ուղղությամբ է գնացել, պետք է շատ ժամանակ հետ բերելու, մենք պետք է այդ փոխհատուցենք հաճախորդին, դրա համար կան գործիքներ, որը որ ցանկանում ենք, որ միշտ օգտվեն մեր հաճախորդները, իհարկե չօգտվելու դեպքում էլ ինքներս մեր վրա ենք վերցնում այդ պատասխանատվությունը, օրինակ սկսած ապահովագրական գործիքներից, սկսած կոնվենցիաներով փոխհատուցման գործիքներից, այսինքն ժամանակը ցույց տվեց, որ այսպես ասած անլուծելի խնդիրներ ինչքան էլ բարդ են լինում, չկան։ Համեստություն կլինի ասելը, թե ինչքան խնդիրների մեջով ենք անցել, որովհետև իրականում ոլորտը շատ լավն է։ Դե շատ, ես հենց այդ ինչի եմ հարցնում, որովհետև հասկանում եմ, որ ոնց որ Ալեքսը ասեց, մատակարարման շղթա այդ երևույթը բեռը ձեռքից ձեռք անցնում, այսինքն ագետից բկետ հասնելու համար տարբեր համագործակցությունների արդյունքում ձեռքից ձեռք անցնում ու ինչ ասես կարա տեղի ունենա կամ մարդկային գործոն, ինչքան էլ որ հիմա տեխնոլոգիաները զարգանում են ավտոմատացում եւ այլն, բայց միևնույնն է կամ մարդկային գործոն ու կարա մի բան լինի։ Հայ հենց այդ դեպքերն էլ հետաքրքիր ոնց են լուծում, փաստորեն մինչև վերջ հաճախորդի կողքին են։